Հայկական օպերան ձևավորվել է որպես սեփական երաժշտական ավանդույթի բնական շարունակություն։ Դրա ակունքներում կանգնած է հայկական մեղեդային մտածողությունը, ժողովրդական երկարվեստը, աշուղական մշակույթը և գործիքային երաժշտությունը, որոնք դարեր շարունակ գոյություն են ունեցել բեմից դուրս։ Սակայն իրենց մեջ կրել են դրամատիզմ, պատմողականություն և ուժեղ հուզական արտահայտչականություն։ Հենց այս միջավայրից էլ աստիճանաբար ծնվեց հայկական երաժշտական թատրոնը։ Հայկական օպերային արվեստի ձևավորման շրջադարձային փուլը կապված է Տիգրան Չուխաջյանի անվան հետ, որպես հայկական օպերային ավանդույթի հիմնադիր։ 1868 թվականին նրա ստեղծած Արշակ II օպերան համարվում է առաջին հայկական ազգային օպերան։ Թովմաս Տերզարյանի լիբրետոն հիմնված է հին հայ պատմիչներ Մովսես Խորենացու և Փավստոս Բուզանդի աշխատությունների վրա։ Սյուժեն տեղափոխում է մեզ 4-րդ դար, Մեծ հայքի, Պարսկաստանի և Հռոմի միջև բարդ ու լարված հարաբերությունների ժամանակաշրջան։ Այս օպերան միայն երաժշտական ստեղծագործություն չէր, այլ փորձ բեմի միջոցով իմաստավորելու հայ պետականության պատմական ճակատագիրը։ Չուխաջյանը գիտակցաբար միավորեց եվրոպական օպերային ձևերը հայկական հոգևոր և ժողովրդական երաժշտության լադային ու ինտոնացիոն առանձնահատկությունների հետ։ Արդյունքում հայկական օպերան հենց սկզբից հնչեց որպես ինքնուրույն գեղարվեստական երևույթ, հստակ ազգային դիմագծով։ Սակայն ազգային օպերայի լիարժեք ձևավորումը պահանջեց ժամանակ։ 19-րդ դարի երկրորդ կեսին կարևոր դեր ունեցան Գյումրիի կոմպոզիտորներ Արմեն և Նիկոհայոս Տիգրանյանները, ինչպես նաև Ռոմանոս Մելիքյանը։ Նրանց գործունեության արդյունքում ի հայտ եկան ժողովրդական երգերի առաջին բազմաձայն մշակումները։ Ստեղծվեցին գործեր ձայնի և դաշնամուրի համար, գրվեցին օպերային առանձին տեսարաններ։ Սա հայկական պրոֆեսիոնալ երաժշտության լեզվի և ձևի կայացման փուլն էր։ Հայկական օպերայի պատմության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան, գրված Հովհաննես Թումանյանի համանուն ստեղծագործության հիման վրա։ Օպերան պատմում է սիրո ողբերգական պատմություն, անձնական զգացմունքի բախումը ավանդույթի և հասարակական նորմերի հետ։ Անուշի երաժշտական լեզուն խորապես հենված է ժողովրդական մեղեդիների և աշուղական ավանդույթի վրա։ Օպերայի պրեմիերան տեղի է ունեցել 1935 թվականին Երևանի օպերային թատրոնում։ Հայկական օպերային արվեստի ևս մեկ բարձրակետ է Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան, ստեղծված Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի մոտիվներով։ Այն անդրադառնում է դավաճանության, շահադիտական ընտրության և անխուսափելի հատուցման թեմաներին։ Օպերայում մեծ տեղ ունեն ժողովրդական տեսարանները, որտեղ ժողովուրդը հանդես է գալիս որպես պատմական դրամայի ակտիվ մասնակից։ Հատկանշական է նաև Արշակ B օպերայի բեմական ճակատագիրը։ Այն առաջին անգամ հնչել է հատվածներով 1868 թվականի մարտի 10-ին Նաուն թատրոնում, իսկ ամբողջական բեմադրությամբ ներկայացվել է միայն 1945 թվականին։ Այս փաստը վկայում է, թե որքան բարդ և երկար էր հայկական օպերայի ճանապարհը, գաղափարից մինչև լիարժեք բեմական իրականացում։ Այսպես հայկական օպերան ձևավորվեց որպես ժողովրդական երաժշտական ավանդույթի, պատմական հիշողության և եվրոպական մասնագիտական ձևի սինթեզ։ Այն դարձավ այն բեմը, որտեղ ազգային պատմությունն ու մարդկային դրաման ձեռք բերեցին իրենց ձայնը, զուսպ, ողբերգական և խորապես արմատավորված հայկական մշակույթի մեջ։ Հենց այդ պատճառով էլ հայկական օպերան մինչ օրս ընկալվում է ոչ միայն որպես երաժշտական արվեստ, այլ նաև որպես մշակութային ինքնագիտակցության ձև։